Ողջույններ, սիրելի հետևորդներ, բարի լույս, օրը թող բարի բացվի, լավոր լինի, պայծառոր լինի, ոնց որ Աշոտ լավ է, չէ՞ եղանը։ Արևոտ լինի, ես գնամ աշխատանքի գամ, Աշոտիս հետ տեղ ենք գնում։ Մոռացել ես։ Ուր ենք որոշել եք, ես քնելա լրիվ ուղեղը ֆորմատ արել է։ Հələ։ Կոֆեն խմենք։ Այսօր Էդի տեղ չի։ շատ իմանամ, Աշոտ։ Այդպես էլ է պատահում։ Վայելում ենք մեր գեղեցիկ բաժակները։ Աշոտն կոֆեն դրելի ճրջուրա։ Ես մի քիչ թունդ եմ անում, դու մի քիչ ես լցնում։ Քանի կար ասում ես շատ դառնի արա։ Միջին, չէ։ Սենց։ Բենանք ինչ ենք անում։ Պարանցելա չունտի։ Ով, Լիլիթը։ Իմ աղջիկը։ Լիլիթ, դու դասի ես։ Ինձ ակաշը։ Ինչի։ Դասերից խուսափում է։ Դասերից խուսափում եմ, բայց դու Լիլիթի չափ ռուսերեն, անգլերեն իմանար, լավ է։ Հիմա էլ չինարեն է սովորում։ Բա։ Ոչինչ, հեսա դու էլ կեթաս պարապմունքի։ Պատկասու, որ եթաս պարապմունքի։ Դու, անգլերեն։ Պետր գրիչը ձեռդ, Աշոտ, անգլերենդ գրել ես համա, մաման ինչ իման անգլերեն չգիտի։ Ու, սիրելի հետևորդներ, դուրս եկա պատշգամբ, եղանակը ցուրտ է, բայց երկինքը կապույտ, խաղաղ, այս արևը դուրս կգա, տաք կլինի, ես ու Աշոտն էլ այսօր որոշել ենք, որ տեղ գնանք, տեսնենք հաջողություն լինի, Աստծուց առաջ չընկնենք։ Ուй, իրոք որ շատ ցուրտ էլ է եղանակը, բայց այդ ամենը թռչունների, ճնճղուկների վրա չի ազդում, ժիր ու ուրախ, ճտպտում են, ճիվ կանչում են։ Լիլիթն էլ եկավ, ես ինչ էր, Լիլիթը ես իմ գիշերվա կես ինչ էր սարքեի, խնձորը խառնել էր ես իմ ինչին, խնձոր էր խառնել, մածունով, ինչ որ բաներ էր սարքել, չիայի սերմերով, հա? Չի ձայներ լսեցինք։ Հա, բա։ Էդ ես ու դու են։ Հա։ Դե սիրելի հետևորդներ կոֆեն խմեցինք, լավ արեցինք, մի քիչ տուն դասավորեմ, որ գնամ գործի։ Հաջողություն, կհանդիպենք նույն վայրում, իմ խոհանոցում, ինչու՞ չէ նաև դրսում։ Ես 2 ամանը լվանամ, դեռ ժամանակ ունեմ։ Ջերմ արևոտ եղանակ, եւ ես էլ աշխատանքից եկա, դե ինչպես միշտ չնստեցի տանը, 1000 գործեր ունենք։ Աշոտիս հետ լավ տեղ են գնում։ Հիմա ասեմ լավ տեղ թթված դեմքիցս երևում է, չէ։ Հիմա ասեմ լավ տեղ կմտածեք ռեստորան եմ տանում Աշոտին։ Այո, մեր Սարերի բնություն ռեստորան են գնում։ Ես ու Աշոտը գնում ենք, դենանք ինչ կա, չկա, դարը դաշտը։ Բանջար հավաքենք, մայրամախոտ հավաքենք, միգուցե մի հատ հասնենք բաղչա, կոֆե խմենք։ Մտքիդ կա։ Մտքիս կա, Աշոտ ջան։ Չէ, գնանք բաղչա, պիտի աշխատենք, մովի մկրատ բան տանենք, ծառ-մառ կտրենք, գործ անենք։ Բայց ես ինչ լավ տաքացավ, ճիշտն ասած, որ գործից եկամ, եղանակը անպոծ էր։ Հենց իջանք, արևը դուրս եկավ։ Ահա, օй, հեսա կկանաչի մեր դաշտերը։ Կանգնի, ես էլ եմ գալի։ Ես այդվում կծվեմ, գալիս ես։ Դու։ Դու ինչպես մի շուտ ես գնում, որ կամրջի մոտ մի 2
Րոպե կանգնի, նայի գետին, ջրին, տեսնի գետի մեջ քանի հատ ձուկ կա։ Ու այդպես, հələ լավա հաշոտին չլսեցի կոֆեի պարագաներ եմ բերեմ, մի հատ էլ ես հավեսին բնության մեջ կոֆե կխմենք ու կգնանք տուն։ Հե Աշոտ, ինչ կա։ Արի տես ինչ կա։ Ինչ կա գետում։ Օհ, ես ինչ լավ է, ես ինչ հավես է։ Ինչ է հավես որ Գետը։ պատոն ստացած է։ Ոայ, գետը, թռչուններն էլ են երգում։ Այն ծառի վրա է, այն թռչունի բունը, դեղից է լավ։ Չի երևում։ Հավեսին է երգում է։ Բայ ես ինչ լավ է, ես ինչ տաք է։ Այ Աշոտ, են մեզ մեր բախտից է։ Աշոտ, դանակել են վերցրել, մի հատի փոխարեն 2 հատ։ Ինչ անեմ, փորս պահեմ։ Հե? Փորս պահեմ, Ինչի։ խփես բրծնեմ։ Չէ, որ բանջար հավաքենք։ Նի։ Հա, այս մասը ինչպես միշտ դեռ ցեխ է, բայց լրիվ չորացել է։ Եվ ես էլ ինչքան եմ ուրախացել։ Լավ, այ կնիկ։ Ինչ անեմ, ով ուզում է ալի։ Տես են մարդիկ էլ են աշխատում իրենց հողամասում։ Գարունը լրիվ եկել է։ Աշխատեն կտականան, լավ տակա։ Աշոտ, դի հողամաս գնայինք։ Գնում ենք հողամաստը, всё։ Չէ, Հա, մեր պլանները փոխվում, հա։ հա։ Օրևան գնում աշկերիս։ Ով անգնում աշկերիդ։ Արևը, Այնպես նավսիրա մտավ արև, всё։ Չի մտնի։ Արևը մերն է, մեր տան վերևն է։ Բոլորիս է արևը։ Ահա։ Արի։ Այսօր ճանապարհը փոխում ենք։ Եկել ենք զոնա 51։ Այո։ Վախենալով, հա։ Հա։ Եվ պետք չի վախենալ։ Ուզում ենք բարձրանալ այս սարը։ Ատե չկա։ Կլնի, գնայինք։ Քել։ Բա ամեն ինչն է դժվար է, հեշտ բան չկա։ Սրանք ինչի ծառեր են, ով կարող է ասել, փշոտ, իհարկե այստեղ բոլոր ծառերն է փշոտ են, ինչի ծառաշ, Քրոսիկի։ բարբարիս, Հա, այն է չորացած։ բարբարիսը, Քել։ հես են մայամը խոտեր, Քելեն հելենք վերև դիշնենք։ ոնց, սենց պտի, Դες չելեյան հելնենք։ Քել։ չլենք են սարի գագատն, Մամ, համբերին տենային կա չկա նորեն ես այդ դոշը չկա, ըտե բանջար կա, կգանք բանջար կկա, Էլի դե։ արի, ես անգիր գիտեմ էլ, ինձի մի հակառակվի, Մարյամը խոտերը հեսա, երևացին, նայեք, բայց իրքան են քաղել, սա բազմամյա, այսա տարին 12 ամիս միշտ կանաչ է, թարմ է, ծմրանն է կարող ես քաղել, գարնանն է, աշնանն է, ամռանն է, ու բարձրանանք մի լավ տեղ, մին այն կողմերի վրա կա, ահակին քաղենք, արի, Մամ, հələ ճիշտն ասա, որ խոսքի ես ընկամ։ Հեռախոսը ջարդվավ։ հա,
Իմ մասին կմտածես, թե հեռախոսիդ։ Ջարդդ կտամ։ Գիտեմ։ Հեսա տես, ես կողմերի վրա կա։ Արի։ Լավ եմ, չէ ասում, արի։ Արի։ Ահա, ամբողջը մայրամա խոտ ասենց։ Նայ։ Ես մնում ա, որ քաղենք։ Պիտի գոգնոց վերած լինենք։ Ուրիշ խոք կա, հլը ինձ նայ։ Հա, հեյնա, նայ։ Բայց եմ ասում էլի։ Իչքան ես քարքարոտ մասն ես բարձրանում, սարի ենքան ավելի լավն է։ Քեզ թվում է, որ ես քարերի մեջ չի լինի, բայց ոչ։ Շատ լավ էլ կա։ Իսկ դու տղա ջան, ասում ես ցուրտ է, նայ, մարդիկ աշխատում են հողամասերում։ Այստեղ կարելի է դնել մեր պայուսակը և տոպրակները հանել։ Սրանից երկու ատեի բեր է։ Ներքևն է դիքնա։ Մեկը քեզ, մեկը ինձ։ Նա ինչքան կա այս մասը։ Նյոտ տեսեք ինչ լավ մայրամա խոտ է։ Կանաչա է ցողունն էլ։ Ահա։ Սա կապ չունի, որ հիմա են քաղում, ինքը իր բուժիչ հատկությունները երբեք չի կորցնում։ Սա ես վստահ եմ ասում, այս խոտաբույսը այդպես է։ Հիմա էլ կարող եմ քաղել։ Ինչքան էլ կա, տեսեք արմատով էլ է դուրս գալի, կարող եք տանել և աճեցնել ձեր այգում։ Ինձ թվում է, որ կաճի հաստատ։ Սարերում մայրամախոտ։ Այս բանը վրես է։ Տեխնիկ։ Իմ հիվանդ մայրն է երգում։ Հա։ Քո մայրը հիվանդ չի, քո մայրը բնության հիվանդ է։ Վետ եմ էլի ասում։ Հա։ Ասա իմ հիվանդ մայրը ձյուն ուզեց մի օր, ծաղկած գար ուներ։ Հա։ Նազոն այսօր։ Ինձ չեն է կարում։ Հա, բա ինչ անում։ Ես եթե այսօր զբաղվեմ, սիրելի հետևորդներ, եթե ես այսօր զբաղվեմ իմ երգելով, արտասանելով, մենախոսությամբ մայրամախոտ չեմ քաղի, բայց դե քաղելն էլ է հետաքրքիր։ Էշը կակ քաղի։ Հա։ Ասում եմ էշը կակ քաղի։ Ահա, ճիշտ է։ Ես ինչ քաղեմ, սիրելի հետևորդներ, ինչ քաղեմ։ Հենա աշոտը կա, թող քաղի, բերել եմ աշխատի։ Ես էլ հսկողն եմ, նստեմ սարին, քարին, նայեմ աշոտին։ Հա։ Հա։ Հեսա վերջում է մի հատ համեղ կոֆե կխմենք։ Հələ էլ չեմ ասում, որ կարելի էր հողամաս գնալ, աշխատել։ Էթալու ենք։ Ոյ, կովերն եկան, արա, վախեց աշոտ։ Ուրա։ Ես էլ ասեմ արջերը եկան։ Ա, չէ։ Ու։ Բնության վլոգները։ Բնություն քաղի։ Բնության վլոգների բացումը հայտարարում ենք արդեն։ Այսօր բացումն է, սարի բացումը։ Լավ էլ է մի քիչ քաղեմ։ Արդեն հասել ենք սարի գագաթ։ Բա։ Չէ։ Իրապե։ Ահա։ Ես քանի իջա եկել ենք։ Այսինքն պետք է բարձրանանք այդ քարերից է վերև, այն եղևնուց այն կողմ արդեն եղևնուց։ Այս տոպրակն էլ ինձ խանգարում է, պետք է որ շալակովի լինի, մի հատ տենենք այստեղ ինչ կա։ Կամաց այ կնիկ չընգնես։ Չեմ ընգնի, կնիկ ընգնող կնիկներից հա։ Ոյ։ Նայ գնաց, փլված քարա, մամա։ Հետ արի։ Ոյ, ես ինչ հավես է։
Ինչքան բարձրանում ես, այնքան շատ քարեր ու ժայռեր։ Եվ Աշոտն էլ վախենում է իր մամայի համար։ Նայ։ Եկա 45 տարեկան կնիկ ես։ Ավելի լավ, որ 45 եմ, արի, մամայիդ հետևից։ Կայնի։ Նկարվում ես, չէ։ Հա։ Արի։ Նայ։ Ոյ, հասանք մայրամախոտերի աշխարհ։ Այստեղ ձեր ուշադրությանն եմ ներկայացնում այս բույսին։ Մենք գյազ ենք ասում։ Բեր մոտիկից ցույց տանք։ Գյազ ենք ասում։ Իրան կտրում են լավ կրակ է վառում, թոնդրա այդ կրակը կպցնելու նպատակով։ Օհ, Էհեհեյ, հավես, Աշոտ նկարելով։ ես ինչ լավ կոֆեի տեղա, այս ճանապարհը, Սա աղորեշի պես էթում գալի։ Բա եկեղեցին մոտիկացրու, ինչքան սիրուն է մեր վայքի եկեղեցին, շատ սիրուն է, երևում։ Շվատ է նկարում հեռախոսդ։ Կլինային կամուրջը, Ինչ կամուրջ։ Պասկևիչի կամուրջն են կողմն։ Սիրուն է, չէ, գետի են մասը։ Հա։ Ահա, լավ նստելու տեղ էր։ Բայց ցրտավ, հա։ Օշո դույշ կողմն է։ Ելեք վերև։ Ես վախենում ցրտելուց։ Այս մասը կա։ Մենակ չընկնես ինձ առանց մամա թողես։ Ինչ։ Ընկնեմ ինչ թողեմ։ Ինձ առանց մամա թողես։ Չէ, տես բան չեմ անի, արի։ Դու քեզ նայի, արի։ Էսեն։ Արես ինչ դժվար բան ես օպերատոր լինելը։ Հա։ Բա այսպես դժվարությամբ ենք հավաքում ամեն ինչ, սիրելի հետևորդներ, սարերի, քարերի, Իմանից նայում են տերում ես, ասում են գժերը ով է։ ձորերի, ինչու՞ չէ, նաև օձերի, ամեն ինչի միջից։ Լավ, մենք մի քիչ առանց ձեզ հավաքենք, հետո կմիանանք։ Դուր։ Փոքր է վերևները։ Ես մտածում եմ, ինչքան հլենք վերև մեծ կլինի, բայց այստեղից սենց մի հատ բարձրանամ ու ցույց տամ Վայք քաղաքը։ Սա էլ մեր Վայք քաղաքը։ Էս էլ մեր շենքը։ Ուրա մեր շենքը։ Էսա տեսնեմ լվացքս չորացել է։ Այդ գործարանն է, որ միշտ հարցնում եք նազ, այդ ինչ գործարան է, սովետական ժամանակ գործարան է եղել, ունել մեր շենքն է դիմացը, ներքևում նայեք արփան է հոսում, արփագետն է ու Աշոտս էլ բարձրացավ ժայռերը իվար, ես են սարն է, հա, մի հատ նայեք է, ուր ենք եկե, որտեղ ենք եկե, եղևնիների հոտը նենց է գալիս, ահա, սա էլ մեր լեռները, սարերը, ահա, սա էլ մեր լեռները, սարերը, որ ես այդքան շատ սիրում եմ, կամուրջ է, որ անդադ գալիս անցնում ենք, ուր է իմ Աշոտը, հիմա այնքան խոսեցի, այսքան եմ քողել, օմուտ, նոզո, խոսեցի, բան չեմ քաղել, Աշոտը կասի, ամանե քաղեցիր, հա, շատ քիչ, հեն որ ուզում ես նկարես, ամեն ինչը ցուցադրես, դուք էլ տեսնեք, համ նկարել, համ քաղել, ամեն ինչը,
Բոլորը միաժամանակ ու տեսեք ինչքան դժվար է գործը սիրելի հետևորդներ, բայց ես մեծ հաճույքով եմ անում եւ այո, չմոռանաք, եթե դիտում եք իմ վլոգները, հավանում եք, լայքում եք, բաժանորդագրված չեք, ապա կխնդրեմ, որ բաժանորդագրվեք, որ իմ վլոգները հենց տեղադրելու պես այցելեն ձեզ տուկ։ Հե, աշս։ Հե, այն ինչ լավ տեղ ես ճար։ Լավ ա երևում։ Ինչ չթողի, այս սարերի այս հատվածում լավ բոխի ա լինում, սեզոնին կգամ։ Աշոտը տենանք ինչ խաբարա բերում։ Սա բադամն է, շուտով սա բադամն է, վայրին ուշն է, բողբոջել է, շուտով կծաղկի, գամ, կանչում, եկա։ Դե մեր սարերն էլ լիքն են կենթանական աշխարհով, էլ արջ, գայլ, չեմ ասում, ինչ ասեմ, աղվես, հա, հրաշքին նայեք, եղևնին, հոտը կպավ ձեռքերիս, գիտեք, չէ, եղևնու քանի տեսակ կա, սա էլ է եղևնու տեսակ։ Աշոտը եթում է, ինձ էլ տանում է։ Ոյ։ Իշքան հլնես, սարը հլնելու տեղ ունի։ Մեր երազանքն էր, չէ, որ բարձրանայինք այս սարի գագաթը։ Ահա։ Կարծես թե Արարատի գագաթն ենք բարձրանում։ Օ, ինչ լավ կա այս մասերը։ Կիչնենք այդ տեղից կքաղենք։ Երևում ա լավ։ Կել մատեց։ Մատեց։ Գնանք առաջ։ Այո, եւ մենք երկուսով էլ գնացինք։ Հաջողություն, սիրելի հետևորդներ։ Կհանդիպենք քիչ անց։ Դու գնացես կարում ես ասես, նոր ես կգամ։ Հա։ Դու տենց ես մտածում։ Աշոտը տե քարա, տեղով մի իջի։ Ահա, քարա կսղա, այն մասը նա իչքան լավ է, արի։ Լայվ խակ ենք անում։ Արի, տենց է։ Գնայ կնիկ։ Նայ, ես ինչ կենթանի ասենց գնացել։ Ընդեց չտեսար տեղերը։ Հա, լավ էլ գնացել է։ Դե սարերի ինչ կենթանի ա, վագրա, ինչա չգիտենք, բայց ստե լավ մայրամախոտ կա։ Ահա, մենք էլ կքաղենք։ Նատ գորամա։ Ինչի։ Ինչ գորամ։ Քաղի։ Գորա թո մեջից սատանան դուրս գա։ Շաղավուրդ հեսուր եկանք։ Ինչի եկանք։ Այսպես լավ բաների համար եկանք։ Թոր ասեմ հավեսս փախավ։ Ինչի։ Դու էդ ինչքան անհավես ես։ Քաղի։
Մամա, Հաջա։ տերնաս որ սենց ուղիղ քայլելով ճանապարհներ մի անգամից մեր հարկ կեթայինք։ Երևի։ Այդքան բարձր ենք, չէ՞։ 4-րդ հարկի ուղղությամբ։ Հələ ավելի բարձր ենք, կրիշ կմտնենք։ Հա։ Օթով կիշնենք։ Քաղի որ գնանք, արի։ Քաղեցինք, պրծանք, Այո, ջրինք, շատ լավ էր։ Հիմա էլ գնանք, չէ՞։ սաղ ոտերիս մեջ քարա լցվե։ Օգնեմ, չեմ օգնի։ Մի օգնի։ Տեսար արա հետ ենք բացը, կենթանի հեշտ կգա։ Ահա, եւ վերջում էլ մայրամախոտը հավաքելուց հետո մենք Որոշել ենք դաշտերը բաժանել։ Հեսա աշոտ։ Հենա, ճուղը։ Որոշել ենք ինչ անենք։ Դաշտերը բաժարտանք։ Ոստվոշ չոնի։ 3 միլիոն դնեմ վազներից։ Հա, Կոֆետլից։ էս էլ այսպես։ Ինչով ես ցախ բերեմ, կոֆետլից։ Այս այդ 4 ճղերից էլի արա։ Ինչ ձորեր ենք եկել է։ Բարեր ձորեր։ Այդ երգը չգիտես, Աշոտ։ Բարեր ձորեր։ Ձեր ցավը ես տանեմ, հա։ Եվ այստեղ են ասում։ Ինչ են ասում, արի գնանք լավ քեֆ անենք Հայաստանի սարերում։ Հիմա մերն է։ Ջուրը բերել եմ, սիրելի հետևորդներ։ Կոֆեն ուրի, կոֆեն հեսա, 2 հատա։ Ինչի մեջ պետք է դնես։ Ջազվի։ Ինչ ջազվա։ Հեսա։ Պատրաստված ես եկել։ Բը, կարա գիտես։ Ծնունդը տայ տղա, ջազվա։ Ծնունդ ասիր հիշա, ինչ ես տալու ծնունդիս ինչ։ Ձym ծննդին ինչ տվիր։ Ինչ եմ տվել։ Ինչ ես տվել, կոֆեի բաժակներ, հա։ Ոչ մի բան։ Իզադելա։ Այս բաժակներն է քար մնաց քո գալուց։ Հա։ Առամ, շատ առամ մնաց։ Սրանցով ենք խմելու կոֆեն, 2 բաժակ։ Այս բաժակների կեսը չափել եմ արդեն, մի բաժակն է կոֆեի։ Չափած, պատրաստ եկել ենք։ Մնաց որ էփվի։ Այս էլ Վոլգայի կոֆեն։ Լսար։ Ինձ ցենա։ Առամ, ես են Սես դենա, չէ, Ուր է սարը։ հա լավ, թեթև տար, կգան, կբռնենք, խորովենք, գելա էլ եսի միշտ չի։ Այն կոմից էր։ Հա, մարդ մի ամիտ, որ մնում է բնության մեջ, այդ ամեն ինչ արժի, մի ամիտ։ Ոչ մի բանից մի վախեցի, կրակըտ վառի, մամաց տղա։ Չեն ես հետաքրքիր եմ մտել լսեմ եթե գա։ Չկա, էլ չի գա։ Խոտ ենք, խոտ խլուշ ենք սաղ։ Բեր։ Ոչ մի բանից մի վախեցի, տղա ջան։ Բեր պահի։ Աման ինչ անի, պտի նկարի էլ, չէ։ Քարերը մոտիկ դնեիր։ Չիրնի քարով պետք է պահես։ Ձեռերս կվառվի։ Ուրեմ կրակի ուղությունից հակառակ այսպես նստենք։ Էհե, չկպնի։ Հե՞։ Աշոտ, շատ ուժեղ չանես։ Քիչ կգցես։ Քիչ գցի, որ բան չլինի։ Ասա տունը խմեիք։ Չէ, Ու
Այստեղի կոֆեն շատ լավն է։ Շատ, յասկանչա։ Չիկ վարվի արխային։ Այնտեղ քիչ-քիչ Ես գցի։ էսյանից գամ։ Էսյանից գցի քամին, որ տալիս այն կողմից ձեռերդ վառում։ Անգամ ճամփեն փակենք։ Այո։ Ես հույս չունեմ, որ էսի կեփի։ Տեսունը։ Եմ քիչ սրա տակն է գցի իմ կողով։ Հենց դե դիրել։ Դեղ եմ պահը։ Նայ։ Մոտես վառեց։ Դու բան էիր։ Անզգա էիր, քո մատերը չէր վառվում։ Չի վառվում, հələ որ։ Ասենց ուսած կլինի։ Կլինի ախբեր։ Քիչ հա։ Հա, ես հանգավ դժվար կլինի կպցնելը։ Ձերը տակ իշկա վառենք։ Այո, մենակ Ճաշտ, բնությունը չվառենք։ Այդ 4 ճյուղ մուղերից բեր։ Մամ, Հա։ մատ ինչ երկար փետ կտաս։ Ինչի համար։ Մտցնենք պոչի մեջ։ Մի րոպե։ Հա։ Ոնց որ ուզում ալնի, հա։ Սպասվածից շուտ։ Այո։ Մոծի բաղը։ Պուչես ոնց է տակած է։ Մի հատ փետ չկա մցնենք դե։ Սաղ կեղտոտվա։ Ով։ Ես։ Ոչինչ։ Բայց է էլի ասում։ Հələ նայեք, հələ մեր մոտիկ տեսեք ինչ գյուտ է։ Հա, Այնշտեյնն է։ Փետը մցրեցի կոֆեի ջազվայի հետ պոչի անցքը եւ երկարացրեցի։ Չթափի, հա, այսքան։ Շատ լի։ Նայեք։ Նայեք հետևորդներ ջան, այս կոֆեն, որ ամեն ինչ արժի։ Օ, Թափավ։ մի հատ է թափավ գազօջախին, ոչինչ։ Էլ ցախ մի գցի։ Լավ ասիր։ Բաժակները դիր։ Ջոն։ Բա կրակն էլ լավ եղա, հանգավ չենք վառի եւ Նազոն էլ որտեղ է գնում կոֆե խմելու իհարկե այս քարի վրա, քար ռեստորանում եւ այստեղ կարելի է նորից երգել ախ ինչ լավ է սարի վրա Ինչ անեմ։ Անցնում օրերն անուշանուշ Սպանի հետ երկով։ Անրջային թեթև ասա ամպուհովերն անուշանուշ Համով կոֆե Դաշտի կոֆե Այս մասերն ես լավ բանջար է լինում ու կանաչին է տվել հեն որ չալարեմ մի հատ ման կգամ կնայեմ Ամենահամեղ բանջարը այդ առաջի բանջարն է նուբարը որ ասում ենք հողլից կրակին այտենց որ հանգնի Բաժարնին կգա Գործից կդրեինք։ Բա իրանց գործն էլ է տա բաժարը հանգցնեն Հե Նազոն կոֆե է խմում Արի գնանք լավ կեֆանենք Հայաստանի սարերով չէ Հոպ ջան հարց չկա Դաշտի կոֆեի համնատ է
Ընտիր։ Բաժակը դիր ջազվայի մոտ տանենք տուն, այդտեղ չգցենք։ Ապահպան նազոն է։ Ինչի։ Որ բնությունը չպիտի աղտոտես, այո, ամեն մարդ որ գա մի բան գցի կեղտոտի, հետո չի կարելի։ Ավելի լավ է տանեմ տունը, գցեմ մեր աղբի մեջ։ Ինչ կասեք, սիրելի հետևորդներ։ Դե աղբը վեկանում են, տանում են գցում են բնության մեջ։ Դե աղբամ գցում ես աղբամանը տանում են, ուր են տանում, աշը ջուր կթողես խմեմ։ Ուր են տանում, ինչ ձև կմշակեն, դա արդեն օրենքով է, բայց որ պիտի գցես բնության մեջ, դա սխալ է։ Եվ սիրելի հետևորդներ, դուք էլ որ ուր կգնաք, ձեր հետևից հավաքեք, մաքուր պահեք բնությունը։ Բնությունը մեր, ինչ է, հայելին է կարելի ասել։ Գնում ես, եղել է, չէ, որ գնում ես մի քաղաք այնքան սիրուն, մաքուր է, որ սենց հավեսդ գալիս է։ Ինչու՞ չէ, նաև թող մեր բնությունն էլ, մեր քաղաքն էլ, մեր գյուղն էլ մաքուր լինի։ Ես Լիլիթն էլ է տենց, եթե կանֆետ կերավ, ինքը կպայի ձեռը, կդնի սունկան, կբերի տուն։ Հեչ էլ թե մեր տունը չի կեղտոտի։ Ուր։ Ահա ճիշտ կանես հանգցրու տղա ջան, ջուրը լցրեց եւ քարերով էլ փակի։ Մի բան չլինի, ասեն։ Սենց, բայց ես ինչ լավ տոքացա անակը։ Հա։ Ես այն ներքևից է մի քիչ կքաղենք, ահա այսքան հավաքել ենք, բա մի քիչ է պայուսակից մեջ է, բա գիտեք հեշտ է, հեշտ չի։ Մենք տեսեք Աշոտի արկածները հողը նորից ոտքով, հետ ինչ ես բուքսավատ ես անում, լավ էլ պակեցիր, վսյո ստեղ էլ պաժար չի ընգնի, են որ զորով էլ անես էլ պաժար չի ընգնի, ապրես, վերջ, գնացինք, հլը, են կար, այստեղ չի եղել, նազոն այստեղ չի եղել, այո, տաղան նազոնի ֆրացել, սիրելի հետևորդներ, վայքի ժողովուրդը, այն կանայք, որոնց հետ ես ում հետ որ գնացել եմ բանջարի, ինձ լավ գիտեն, շատ լավ գիտեն ու երբ որ գնում ենք մանդակի սնկի, ես սնկի տեղերը հանգիր գիտեմ ու մի հատ կին կար, անունը չեմ ուզում տալ, հենց տեսնում էր, որ սնկերը հավաքած են, ինչ էր ասում էր տաղրանքը նազոնի ֆրացել, հիմա Աշոտին տաղրանք նազոն չի եկել, այո, նազոն բոլոր տեղերն էլ ման է գալիս, սիրում եմ բնությունը, հիմա տեսեք ենքան թեթևացա գործի, են որ եկել եմ գործից էլ չեմ մտածում, որ ես հոգնած եմ, կարևորը են որ եղանակն էլ մեր կողմից էր, մեր հետ էր և տաքացավ, հիմա կարելի ասել մենք շոքում ենք, կոֆեն է վայելեցինք, մայրամախոտն է մի քիչ քաղեցինք, հեսա են մասերից նորից կքաղենք ու գնանք տուն, նահա, սա էլ իմ օրը, պարտադիր չի, Աշոտ հլս տե ինչ լավն է, արի քաղենք, արի մի թռի, արի, ահակին կա էլ, էտ էլ քաղենք, ինչի թողեն գանձը կորչի հողի տակին, նա ինչ լավն է, օ, եսի ամենա լավն է, ես ոնց է չենք տեսել, չէ լավն է, եսի աղագին է կլի, վաշտեն մեզ տեղել է շինություն, հա, նախապապերից դամբարանն է, հա, Ինչ լավն է, ստե քարերի այդ խոնավությունը պահպանել շատ լավն է մնացել, հյութեղ, ուզում էիր թռներ, թռնել չկա տղա ջան, հո ամեն օր չեն գա այսօր, չնայած ամեն օր են գալի, որովհետև այնքան շատ են գրում, շատ, ես էլ պետք է էլի տեղ ուղարկեմ, պոշտայով առաքում, Խիլիսն է, այդ մայն դաշտել, ավտոն,
Էլանց։ Չէ։ Հա։ Վայաշոտ։ Վայաշոտ։ Հազար գործ ունեմ։ Ինչ գործ քնելը։ Քնելն է քո գործը։ Ես ինչ լավերն են այստեղ սիրելի հետևորդներ են, որ լիքը ու ոտ գցելու տեղ չկա, որ գցես գնաս քող ենքում, այդքան շատ է, և այստեղ ես կարող եմ երգել իմ երգը, քանի Աշոտը ներքևում է չի լսում, չի բանանի, խոսավրես, ախ ինչ լավ է, սարի վրա, անցնում օրեր, նանուշ անուշ, ամերջային, թե մի գցի, դեռ էլի պետք է գամ քաղեմ, շատ, այս հրաշխոտաբույսը շատ լավ օգնում է, ստամոքսե ցավին, աղիներին, ես նես չի, որ ինձանից եմ հնարում, մեր տեղացի մարդիկ էլ, հայքեցիներն էլ գիտեն օգտվում, Մի բան ասա իմ հետևորդներին դե։ Մի բան։ Դե երգի։ Unboxing, սիրելի հետևորդներ, բնությունը ինձ անվճար բարիքներ է տվել, իհարկե չարչարվել եմ, չէ, բայց այդ քանի որ շատ ուրախ եմ բարձրացել սարը, եմ որ եդեմական օդը շնչեցի, այդ հոգնածությունը իմ վրա չազդեց, ահա, գնանք տեսնենք ինչքան մայրամախոտ եմ հավաքել, իհարկե ես չէ, էլի Աշոտի հետ ենք հավաքել, հա մի բան էլ ասեմ, էլի թողել եմ մայրամախոտ դաշտերում, այդպես որ կարող եք հավաքել, երբ որ առաջ ամեն օր գնում էինք բանջարի, սիրելի հետևորդներ, ամեն օր բանջար էինք հավաքում, բերում էինք, վաճառում էինք, հենց գնում էինք, մարդիկ կային, որ հետ ասեկոսները եկել հասել էր ինձ, ասում էին գնաց, դաշտերը բան չթողեց, Արտաշատցին գնաց, ես էլ ասում եմ, դաշտերը բոլորինն է, ով կամենում է թող գնա, այնպես որ այս բերքու բարիքները բոլորինն է, ով կամենում է չի ալարում, թող գնա հավաքի անուշանի, իսկ այն որ չեն հավաքում համել խոսում են, էլ ինչ ասեմ, հաջողություն իրենց, ինչ ասեմ, ամեն մարդ իր բնավորությունն է արտահայտում այդպես, գնացինք, ահա, հիմա տեսեք, այս մեկ, այս երկու, ինչու եմ հանում, որովհետև պետք է հատ մաքրեմ, հատ, անձրև է գալիս, հատ, անձրև է գալիս, կատ, մաքրում է տանում, իսկ երկիս համար, իսկ երկելուց համար ինչ կասեք, սիրելի հետևորդներ, ստացվում է, մի հատ նայեք ինչ մայրամախոտ ենք հավաքել է, ահա, հեն որ կասեք, այս սեզոնին, եղանակին, այո, մշտադալար բույս է և տարին 12 ամիս թեկուզ ձյան տակից էլ իրեն հանես, իրա էֆեկտը չի կորցնում, այսօր ես մի հետաքրքիր ինձ վրա եմ ես միշտ փորձում ու խմել եմ առավոտից ու ասեմ, որ ինձ շատ լավ եմ զգում, նույնիսկ սա օգնում է ժոկի համար, էդ էլ ասեմ ու մի հատ նայեք, լավն է, չէ, նայեք, հատ, քաղաց, բայց դե ինչու եմ լցնում այստեղ, որովհետև պետք է մաքրեմ, հատ,
Տեսեք էլի բնություն է 4 խոտաբույսերի մնացորդներ կան։ Այնքան էլ հաճելի հոտ ունի, որ չեք պատկերացնի։ Շատ։ Ոյ, չթափենք։ Այ կույտ է։ Հիմա որ տեսնեն, իրոք կասեն, այս աղջիկը դաշտերը բան չթողեց, սիրելի հետևորդներ։ Ահա։ Հեռացրել եմ, առավոտից խմել եմ։ Այսինքն, սա այստեղ իմ օրը սկսվեց։ Հատ-հատ պետք է վերցնեմ, դնեմ, հետո լվանամ, չորացնեմ, հատ-հատ մաքուր, սիրելի հետևորդներ ու պատվերները, որ ուղարկեմ, իհարկե տանը ունեմ, նես չի որ չկա, բայց միշտ պետք է ունենամ, որովհետև անդադ վերցնում են, այնպես չի, որ մենակ պոչտայով են ուզում ուրիշ տեղեր, այլ հենց մեր տարածքից էլ վերցնում են մարդիկ։ Մարդկա չի կարողանում գնալ սարը հավաքել, մեծ են, կամ հենց չեն գնում, վախենում են, նախընտրում են գումարը տալ առնել։ Դժվար է սարը բարձանալը, այն որ 1000 փորձանք կա, տեսակ ապարաշ քարերի վրայով բարձրացա, ժայռեր, բացի հետ էլ հələ եղանակը հիմա մի քիչ ցուրտ է, բայց հաստատ սողունները դուրս եկած կլինեն, վտանգավոր է, վտանգը միշտ էլ կա, ես էլ գլուխ չեմ գովում, կարող է մեկ է տեսար, ինձ հետ էլ մի դժբախտություն պատահեց, մարդու կյանքը երաշխավորված չէ, ապահովագրված չէ, միայն ապահովագրված է Աստծու կողմից, Աստված է որոշում, Աստված կարող է մեզ պաշտպանել չարից, քարից, ինչու չէ նաև փորձանքներից, գել ու գազանից, Աշոտս էլ եկավ պարկելա հանգստանա, բայց դե տեսնում եք ես աշխատում եմ, օրնի բուն, բերքը տալիս եմ ում ընտանիքիս երեխաներիս իրենց համար եմ անում, բոլորս էլ մեր երեխաների համար ենք անում, ինչու չէ նաև հենց մեր համար ենք անում, ինչ էլ կանենք ուրախությամբ, դուք էլ ինչ ծրագրեր ունեք իրագործեք, հենց այսօր մի հապաղեք, հենց այսօր մի նստեք երազեք, սա իմ շատ վաղուց երազանքն է եղել, ամեն անգամ ասել եմ, ես ուզում եմ խոտաբույսեր ծախեմ, անենց եղել է, որ վաճառել եմ, բայց որ այսպես կպած գործին, հիմա ասում եմ, պետք է անեմ, ոչ թե երազեմ, քիչ, կարող է վաճառվել 2 տուփ, 4 տուփ, 5 տուփ, 10-ը կդառնա 100, ու դուք էլ ինչ բիզնես, ինչ գործ ուզում եք անել, արեք, թեկուզ որ դժվարությունով, թեկուզ որ սկզբից չստացվի, բայց մի հուսահատվեք։ Հաննա Մարիալա, ինչ այլ է։ Գրել էին Լիլիթը հավաքած մազերով ինչքան սիրուն է, իրոք հավաքած սազում է քեզ մազերդ, կապի Լիլիթ, կապի։ Ասում են Լիլիթ հետ ինչ համով բան սարքեց, որ կոպեկ ընկավ իրան, ինչքան ուրախացավ, բա։ Այսօր բախտավոր էի։ Ինչ էր եղել, որ այսօր։ Իրականություն ինձ հարցրել է դա։ Հա։ Դες ինչի մասին եմ հարցրել։ Ինչի։ Պատմեցիր բախտ։ Հրանտ Մաթևոսյան։ Հա։ Պատմեցիր։ Դեռ մեզ որ կոպեկն ընկավ քեզ հաջողակ ես։ Արդեն հաջողակ ես, կոպեկն ընկել ա քեզ։ Բա լավ հլնեմ ուտելու բան սարքեմ, սա ձեռքի հետի գործ է։ Ու հետաքրքիր է, չէ՞, մայրամախոտը արմատով էլ կարող եք հանել, տանել ձեր այգում աճեցնել։ Հելա տեսնեմ ինչ մոգոնեմ ուտենք։ Հետո կգամ,
կնստեմ իրիկունը, սա կմաքրեմ։ Ինչ պատրաստեմ, գրեչկա։ Ահա ես նորից պատրաստեցի։ Երբեմն այսա անջատեմ։ Գրեչկան։ Այս անգամ ուրիշ տարբերակով եմ պատրաստում, մի փոքր։ Եվ այս թվում է այսքանը բավական է։ Գազար հավի միս է, նախապես հաշված եփված, մի փոքր կար, հիմա հնդկաձավը գրեշկան նայեմ, մաքրեմ, լվանամ, կարևորը քարեր չկան մեջը, մաքուր է։ Ահա, այսօր ես ուրիշ տարբերակով եմ պատրաստում, այդքան ասում եք, նազո, ես առաջ լվացել եմ, ջրով եմ եփել, վերջում յուղը դրել եմ, աղը յուղը, հիմա ուրիշ տարբերակով, տապակելու տարբերակով, հնդկաձավարը յուղի մեջ տապակելու ենք։ Ես ջուր միացնեմ, որ տակ-տակ լցնեմ։ Ձավարը տապակվեց մի քիչ, ավելացնում եմ միսը։ Քիչ է, բայց դե համը կտամ, մի 2 կտորա, գազար։ Թող հետը տապակվեն։ Ջուրը եռաց եւ ջուրն եմ ավելացնում, սա տապակվեց, արդեն բավական է։ Սա քիչ է։ Արագ եւ համեղ։ Մնում փակեմ ու կամացանեմ կրակը։ Վերջ, բրծանք արագ եւ հեշտ։ Այստեղ մի փոքր գազար մնաց, իհարկե որ լցնեի շատ տենց գազարը շատ կլիներ ու ինչ եմ անում, աղցան եմ պատրաստում, որ համեղ աղցան, հա, սիրելի հետևորդներ, կարևոր չի որ քիչ կլինի, քիչը ավելի լավ, թարմը կուտենք կվերջացնենք, մառոլ եմ կտրատում, մի 2 ճուղ, ասի այստեղ կաղամբը հելի տեսեք քիչ եմ վերցրել բարակ սիրուն կաղամբն է կտրատենք Էլի կաղամբ, աչիներից էլ կտրատել եմ համեմ և սոխ, կարմիր պղպեղ, ինչ եմ մյուս բաղադրիչները ավելացնել եմ, մի հատ ես այս կողմի վրա տեսնենք իրար հետ, այստեղ տեսնենք իրար հետ, թե ինչ է կատարվում, չէ, դեռ էփելու տեղ ունի, ջուրը չի քաշել, չէ, ջուրն էլ քիչ չի, լավ է, մի փոքր սև պղպեղ, մի փոքր կարմիր պղպեղ, բուսայուղ և մնաց վերջի բաղադրիչը, վերջի բաղադրիչն էլ արդեն գիտեք, աղը, առայժմ այսքան, մի հատ լավ խառնեմ, աղցանա տեսնենք,
Հա, Լիլիթ։ Սիրուն ես տացվում։ Ինչը։ Լակատս։ Պլակատ ես գրում։ Ես բոլություն։ Հա, ես էլ աղցան եմ սարքում։ Շնչառություն։ Շնչառություն։ 5-10 պետք է գրեմ։ Գրի, հա, դե սիրուն։ Օ, Լիլիթը իր աշխատանքն է կատարում կենսաբանության պլակատ է կազմում։ Դե գնա, մինչև գրի, մինչև ուտելիքը կլինի, սոված ենք արդեն գնա։ Ոյ, գուգորս մնաց։ Չէ, գնա մի խանգարի, գնա, հենց լինի կկանչեմ։ Տուկ կտաս պատը։ Պատը տուկ կտամ, այո։ Արդեն կանչեմ։ Ավեսին ինչ լավ աղցան ստացվեց։ Ինչ պարտադիր է, որ մենք հատուկ բաղադրատոմսերով պատրաստենք, ոչ։ Ինչ էլ կտրատես, լցնես, մեծ սիրով պատրաստես, համեղ է լինելու։ Գոլորշին տալիս է, բայց էլի ջուր կա մեջը։ Մի հատ գթալ բերեմ ու փորձեմ։ Ես ինչ համեղ է, պատրաստեք ու համոզվեք։ Ես մայրամախոտը հավաքեմ, հաժարվել չի կարելի այդ ուտելիքներից։ Ինձ էլ լցնեմ այստեղ, բայց պետք է մաքրեմ այսօր։ Գնա հաց թռի առար, էլ կան տենամ հաց կա, ես մարինատն էլ ես ինչ համեղ է։ Իրոք ես լոլիկի սորտից շատ ընտիր մարինատ է լինում։ Են փոքրները մի տեսակ են չեն լինում, սրանք յուրահատուկ են։ Ամեն ինչ տան համար, ենքան համով է գրեչկան, բայց սալաթը, ենք շատ համով այլ է շրջը։ Ում ես խապում ինձ թե ժողով, եկոն ասիր մի հատ սոտ բերի։ Չէ, 200 դրամ էր տարավ, ոչ կեզ եմ խապում, ոչ ժողովրդին, ճիշտն ասում եմ, որ շատ համեղ է, գիտես, որ համեղ չեղա, մամատ կասի համով չի է, բայց մարինատի ջուրը պետք է խմեմ։ Հա, մարինատի ջուրն եմ ուզում խմեմ։ Լավ չի, որ խմում ես։ Ես է գիտեմ, որ լավ չի, բայց սիրում եմ։ Լետևորդներ, սա էլ ծորվա համեղություններ եմ։ Մեզ բարիախորժակ, ձեզ էլ բարիախորժակ և ասեմ հաց կերանք հավաքեցի լվացի ու հիմա էլ ես մայրամախոտի թեյից եմ խմում, սառն է արդեն, սառած վիճակում է, վերցնում եմ ու նստեմ այստեղ իմ գործին, մայրամախոտը խմեմ ու մայրամախոտ մաքրեմ։ Այսպես, և որոշեցի տոպրակից էլ չդատարկեմ, այսպես քիչ-քիչ վերցնեմ ու մաքրածը լցնեմ այստեղ։ Եվ ձեզ էլ սիրելի հետևորդներ, ասեմ բարի գիշեր, առողջություն, նորանոր հաջողություններ ձեզ, ձեր գործերին, ձեր փոքրիկ բիզնեսին, դուք էլի ինչ ծրագրել եք, թող կատարվի։ Ես էլ այսպես այս գործով, դե տեսնում եք, ձեզ հաջողություն եմ ասում, ստեսություն եմ ասում, մինչ վաղը, բայց իմ գործերը ես պետք է անեմ, գործը վաղվան չեն թողնի, սա այսօրվա գործ է, վաղը նոր գործ կլինի։ Մաքրեմ, բայց դե մաքրելուց հետո էլ հո չեմ պարկում հանգստանում, այդ ընթացքում ես իմ վլոգն եմ մոնտաժում, աշխատանքները դժվար են ու երկար։ Բոլորիդ ասում եմ շնորհակալություն, բոլորիդ շատ սիրում եմ և ուրախանում եմ ձեր գրած մեկնաբանություններով։ Չմոռանաք նաև բաժանորդագրվեք ու լայք եք անպայման։ Իսկ մայրամախոտի պատվերների դեպքում, սիրելի հետևորդներ, գրեք Facebook-յան
իմ էջին, նազելի նազ։ YouTube-յան հարթակում հարմար չի գրելը։ Գրեք իմ անձնական էջին, եթե Facebook չունեք, Instagram-յան էջին, նորից նույն անվանումն է։ Սիրով սպասում եմ ձեր պատվերներին։ Սրանք շուտով կհասնեն իրենց հասցեատերերին։ Լավ մնացեք։